Շարունակենք, Ադրբեջանում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 7 թեկնածուի։ Ովքեր են նրանք, պարզել է իմ գործընկեր Հայկ Հովհաննիսյանը։ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը։ 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 17 թեկնածու։ Գրանցվել է 7-ը։ Հանձնաժողովը մնացած 10-ին չի գրանցել, պատճառաբանելով, որ անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամկետից ուշ են ներկայացրել։ Որպես նախագահի աթոռի գլխավոր հավակնորդ դիտարկվում է Իլհամ Ալիևը, որն արդեն շուրջ 20 տարի անընդմեջ ղեկավարում է Ադրբեջանը եւ ում առաջադրել է իշխող Յենի Ադրբեջան կուսակցությունը։ Թեկնածուներից համայն Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Գուդրաթ Հասանգուլիևը նախագահական աթոռի համար պայքարում է 2003 թվականից։ Մասնակցել է բոլոր ընտրություններին, որպես թեկնածու, սակայն ամենաշատ ձայնը, որը նա ստացել է, եղել է 3%-ը։ Թեկնածուներից մեծ Ադրբեջան կուսակցության նախագահ Էլշադ Մուսայևը ևս առաջադրվել էր 2003 թվականին, սակայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր գրանցել նրա թեկնածությունը։ Գրանցված մյուս թեկնածուներից Մեջլիսի падգամավոր եւ սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Ջահիդ Օրջուն 2018 թվականին մասնակցել էր նախագահական ընտրություններին, ստանալով 3.11% ձայն։ Մեջլիսի ևս մեկ падգամավոր Ռազի Նուրալլայևի թեկնածությունն առաջադրել է իր ղեկավարած ազգային ճակատ կուսակցությունը։ Նախագահի պաշտոնին է հավակնում նաև Մեծ Արարում կուսակցության ղեկավար եւ Մեջլիսի падգամավոր Ֆազիլ Մուստաֆան։ Նա մասնակցել է 2008 թվականի նախագահական ընտրություններին հավաքելով 2.43% ձայն։ Որպես անկախ թեկնածու մասնակցելու է 2023 թվականի ապրիլի 1-ից կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումից հետո գործունեությունը դադարեցրած Ադրբեջանի լիբերալ դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Ֆաուդ Ալիևը։ 2008 թվականի նախագահական ընտրություններին Ալիևը զբաղեցրել էր 6-րդ տեղը հավաքելով 0.77% ձայն։ Փորձագետներից շատերի կարծիքով բոլոր գրանցված թեկնածուները, բացի իհարկե Իլհամ Ալիևից, նրա եւ իշխանությունների աջակիցներն են։ Ադրբեջանի դիմադիր կուսակցությունները բոյկոտել են ընտրությունները։ Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականի ապրիլին, սակայն Իլհամ Ալիևը 2023 թվականի դեկտեմբերի 7-ին անակնկալ հրամանագիր ստորագրեց փետրվարի 7-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Ադրբեջանի նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։ 2018 թվականի ընտրություններին Ալիևը ստացել էր ընտրողների 86.2% ձայնը։ Դեկտեմբերի 7-ին Իլհամ Ալիևն արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին հրամանագիր է ստորագրել։ Քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 7-ին։ Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները նախատեսված են 2025 թվականի հոկտեմբերին, թե որն է արտահերթ գնալու պատճառը, պաշտոնական աղբյուրները դեռևս չեն պարզաբանում։ Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր կուսակցության ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերեմլին Ազատության ադրբեջանական ծառայության հետ զրույցում նախագահական արտահերթ ընտրությունների մասին որոշումը բնորոշել էր որպես անակնկալ ռազմական գործողություն սեփական ժողովրդի դեմ։ Մուսաֆատ կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին էլ պնդել էր, թե արտահերթ նախագահական ընտրությունների գնալու անհրաժեշտություն չկա եւ այդ կապակցությամբ պարզաբանումներ է ակնկալում առաջիկայում։ Ադրբեջանում նախորդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 11-ին։ Այդ ընտրությունները միջազգային դիտորդները գնահատել են ոչ մրցակցային։ Մասնավորապես ԵԱՀԿ դիտորդների համոզմամբ Ադրբեջանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն անհնարին է։ Ի սկզբանե քվեարկությունը նախատեսված էր նույն տարվա հոկտեմբերին, սակայն 2003 թվականից երկրի կառավարման ղեկը ձեռքում պահող Իլհամ Ալիևը որոշել էր ընտրություններն անցկացնել մի քանի ամիս շուտ։ Հիմնական ընդդիմադիր ուժերը բոյկոտել էին դրանք, պատճառաբանելով, որ Ալիևի անակնկալ որոշման պատճառով պատրաստվելու ժամանակ չունեն։ Առանց լուրջ մրցակցային պայքարի Իլհամ Ալիևն այդ պաշտոնում վերընտրվել էր 4-րդ անգամ, բայց արդեն 7 տարի ժամկետով։ Երկրի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր 2016-ի սահմանադրական փոփոխություններով։ Մայր օրենքում փոփոխությունները Ալիևին թույլ տվեցին նաև կնոջը նշանակել երկրի փոխնախագահ։
Նախագահի ընտրություններին մասնակցելու համար 17 տեխնացու էր հայտարարել, սակայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է միայն 7-ին։ Նշել էին, թե տեխնացուներից 10-ը հանձնաժողով չեն ներկայացրել տեխնացության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը բոյկոտել են ընտրությունը, պնդելով, որ դրանց արդյունքներն արդեն որոշված են։ Իրավապաշտպաններն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ առաջադրված տեխնացուներն ուղղակի կամ անուղղակի կապեր ունեն իշխանությունների հետ, իսկ նրանց մեծ թիվն ունի մրցակցային ընտրությունների պատրանք ստեղծելու նպատակ։ Ադրբեջանի դասական ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցությունը դեկտեմբերի 23-ին կայացած արտահերթ համագումարում որոշել էր չմասնակցել նախագահական ընտրություններին։ Նշել էին, թե այս որոշումը պայմանավորված է երկրում արդար քաղաքական մրցակցության համար պայմանների բացակայությամբ։ Ընդհանուր քաղաքական իրավիճակի ընդդիմադիր կուսակցությունների համար ծայրահեղ սահմանափակ պայմանների համատեքստում ընտրություններին մասնակցությունը զրկվում է քաղաքական որևէ իմաստից, նշել էին կուսակցությունից։ Փետրվարի 7-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններում Ադրբեջանի նախագահի տեխնացուները կկարողանան նախընտրական քարոզչություն իրականացնել նաև Արցախի օկուպացված տարածքներում։ Նախընտրական քարոզարշավի համար Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեր է հատկացրել Զանգելանում, Շուշի և Լաչին քաղաքներում, Լաչինի շրջանի Աղավնո գյուղում։ Բաքուն օկուպացված տարածքներում արդեն 26 ընտրատեղամասեր է ստեղծել ու ընտրական հանձնաժողովներ ձևավորել։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի այդ տարածքներում քվեարկելու է մոտ 23,000 ընտրող, մեկ տեղամասում 800-ից 900 ընտրող։ Իլհամ Ալիևը երեկվա ասուլիսում ներկայացրել է արտահերթ ընտրություն անցկացնելու որոշման հիմնական պատճառները։ Նրա խոսքով դա առաջին հերթին պայմանավորված է սեպտեմբերյան իրադարձություններից հետո սկսված նոր փուլով։ Երկրորդ, կարևոր է, որ անկախության շրջանում առաջին անգամ երկրի ամբողջ տարածքում անցկացվելիք ընտրությունը լինի հենց նախագահի։ Երրորդ, լրացել է նախագահության 20-ամյակը, սա ևս որոշակի շրջան էր և 20 տարի անց նախագահի ընտրության անցկացումն իհարկե կամփոփի այդ շրջանի արդյունքները, ասել էր Ալիևը։ Եվ զրուցելու եմ ազգագրագետ Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանի հետ։ Պարոն Խաչատրյան, սիրով ողջունում եմ ձեզ, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ, ես իմ շնորհակալ։ Ադրբեջանը փաստացի մտնում է նոր նախընտրական արշավի մեջ, թեև մինչև դեկտեմբերի 7-ը ոչինչ չէր կանխագուշակում իրադարձությունների նման ընթացքը կամ զարգացումը։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ընտրությունների շրջանը վտանգավոր համարելով է Ալիևն առաջ ընկնում, թե իրականում այն պատճառներն են, որոնց մասին ես թողարկման ընթացքում նշեցի, երեկ այդ մասին հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում բարձրաձայնել էր Ադրբեջանի նախագահը։ Համեցեք։ Նախ կարելի է ասել, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները արտահերթ պայմանավորված են բնականաբար ոչ միայն միջազգային եւ աշխարհաքաղաքական նոր փոփոխություններով, նաեւ Ռուսաստան Դաշնությունում եւ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններով, այլ եւս այլ պատճառներ կարող եմ դիտարկել, մասնավորապես խնդրի կայանում է նրանում, որ 2025 թվականին պետք է նաեւ վճռվի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղապահների ճակատագիր, այսպես ասած, եւ հենց այդ համատեքստում կարծում եմ այդ երկու դեպքերի համընկումը կարծես թե Ալիևի համար այնքան էլ միգուցե հաճելի իրավիճակ չէր ստեղծի, որովհետեւ մեկ տարում նման երկու կարևոր իրադարձություններ Եվ նաև պարզ չէ, թե մինչև 2025 թիվը ինչպիսի ճակատագիր կունենա ռուս-ուկրաինական պատերազմը եւ միևնույն ժամանակ այդ կոնտեքստում նախագահի ընտրությունների անցկացումը եւ նաև անկանխատեսելիությունը այդ Ռուսաստան Դաշնության մոտեցումը այդ խնդրում ստեղծում է կարող է ստեղծել որոշակի անկանխատեսելի պայմաններ եւ կարծում եմ ձեր թվարկած պատճառներից բացի ԱՄՆ եւ ՌԴ նախագահական ընտրություններից բացի իրեն ապավարագրելուց բացի այստեղ կարևոր է նաեւ այս հիմնապատճառը եւս դիտարկել Եվ միևնույն ժամանակ չպետք է մոռանալ նաև Ալիևի
այդ որոշակի երևի նաև կարելի է ասել պայմանական փառասիրական մղումները որպես հերոս լեգիտիմացնել, հա, իր հաղթանակը։ Այո, 0-ից սկսել իր նախագահական նոր ժամկետը արդեն այն պայմաններում, երբ որ ընտրություններ կանցկացվի նաև Լեռնային Ղարաբաղում, դրանով քանի որ Ադրբեջանում նաև թուրքական աշխարհի նման կարևորում են սիմվոլիկա եւ լուրջ նշանակություն տալիս, այստեղ Ալիևը փորձում է նաև հենց այդ սիմվոլիկային տուրք տալ եւ ամրագրել, որ Ադրբեջանի նորանկախ Ադրբեջանի պատմության մեջ առաջին ղեկավարն է, որը տարածքային կորուստներ չի ունեցել, այլ դրանք վերանվաճել, այսպես ասած։ Կարծում եմ չեք բացառի նաև, որ արտահերթ ընտրությունների պատճառը նաև մի քանի ամիս օրինակ խաղաղության բանակցությունները ձգձգելն է, որովհետև կարծես Միացյալ Նահանգները այս ընթացքում ճնշում էր բանեցնում Բաքվի վրա, որպեսզի խաղաղության պայմանագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրվի։ Ես կարծում եմ, որ իրականում Ադրբեջանը ոչ այնքան փորձում է խուսափել խաղաղության պայմանագիրի ստորագրումից, այլ փորձում է խաղաղության պայմանագիրը ստորագրել իր պայմաններով, իսկ իր պայմանները Հայաստանին պարտադրելու կամ հնարավոր միջնորդ հարթակներում այդ պայմանները ընկալելի եւ նաեւ ընկալել դարձնելուց բացի, այսպես ասած, դարձնել բանակցվող թեմա, կարծում հենց այս հանգամանք եւս Ալիևին ստիպում է, որպեսզի նման գործողությունների գնալով ինքը ժամանակ շահի, ոչ թե խուսափի, այլ կոնկրետ ժամանակ շահի այդ պայմանները անկալելի դարձնելու, ընկալելի դարձնելուց հետո արդեն նաև բանակցության սեղանին դնելու եւ դրան շուրջ բանակցություններ գնալու համար։ Սա կարծում եմ մեկ պատճառ չունի, պատճառների մի ողջ համալիր է եւ կարծում եմ, որ ոչ ուշ արդեն մոտակա ժամանակներում Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները ավելի կբացեն խաղակարգերը։ Այսինքն կարող ենք, եթե կարճ ձևակերպենք, ասենք, որ Ադրբեջանի նախագահի այս քայլը նաև Հայաստանի հետ բանակցություններում քաղաքական առումով ավելի ամուր դիրքերից հանդես գալուն է միտված։ Ադրբեջանը, եթե նայում ենք իր հռետորաբանությանը, թույլ դիրքեր չունի բանակցային սեղանում, այսպես ասած, այդուհանդերձ, քանի որ ներկայումս Ադրբեջանը դիրքավորվում է որպես հաղթող կողմ, նա փորձում է ոչ թե ավելի, այսպես ասած, իրատեսական մոտեցումներ ցուցաբերել, փորձում է մաքսիմալիզմի դիրքերից ելնելով հնարավորինը կորզել եւ կարծում եմ խնդիրը հենց այդ մաքսիմալիզմի մեջ է նաեւ կայանում, քանի որ 2020 թվականից հետո տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին նաեւ միջազգային ասպարեզում իրադարձությունների սրընթաց զարգացման այդ տեմպերը, ահռելի տեմպերը եւ նույնիսկ 1-2 տարվա կտրվածքով տեղի ունեցող բազմաթիվ իրադարձությունները ցույց են տալիս, որ շատ նախկինում բավական ամուր միջազգային որոշակի դրվածքներ կարող են շատ կարճ ժամանակահատվածում փոփոխության ենթարկվել եւ Ալիևի մոտ նաեւ կարելի է նկատել հենց այս անհանգստությունը, որ նա փորձում է նաեւ հնարավորինս իր համար շահեկան դիրքում գտնվելուց դրանից օգուտ քաղել գործնական մակարդակով։ Եվ հենց այս խնդիրը եւս պետք է նայել։ Իհարկե սա առաջնային գործոնների չէ, բայց եթե մենք փորձում ենք համակարգան սիստեմատիկ առումով հասկանալ խնդիրները, նաեւ պետք է հաշվի առնել ինչպես առաջնային, երկրորդային, այնպես էլ մնացած մանր թվացող դետալները։ Այս ընթացքում շատ վերլուծաբաններ եւ սոցիոլոգիական հարցումներ փաստում են, որ փետրվարի 7-ին Իլհամ Ալիևը 70%-ից ավելի ձայն կհավաքի։ Դուք եւս կիսում եք այս տեսակետը։ Հաշվի առնելով ադրբեջանական հասարակության սպეციფիկան, կարծում եմ, որ դա սպասելի էր եւ նույնիսկ կարելի է ասել սոցիոլոգիական հարցումների անհրաժեշտություն չկար, հաշվի առնելով 2020 թվականից հետո չմարող է այն էյֆորիան, որ Ադրբեջանում արկա է, միևնույն ժամանակ դրա համապատասխանն էր միտված նաև եւ Իլհամ Ալիևի հռետորաբանությանը եւ Լեռնային Ղարաբաղում տեղնոցող էթնիկ զտումները եւ
Այսինքն Ալիևը կարծես թե իր ամբողջ գործողություններով գնում էր 2024 թվականի փետրվարի 7-ի ընտրություններին, որովհետև նա խնդիր ուներ հասարակության հետ պատերազմյան այդ շոկային դեպրեսիվ վիճակից հանելու, ինչքան էլ որ Ադրբեջանն ռազմի դաշտում հաջողություններ է գրանցել, այդուհանդերձ հաղթանակը գին ունի նաև սոցիալօգնական առումով եւ ինչպես բոլոր պատերազմների դեպքում Ադրբեջանի եւ ապահովագրված չէ սոցիալօգնական այն հետևանքներով, որը ունենում են նաև հաղթող պատերազմներում եւ այս պարագայում Ադրբեջանը կարծես թե հասարակությանը շարունակական էйֆորիայի մեջ պահելու խնդիր ուներ եւ այդ գործողությունները միտված էին նաև դրան, կարծում եմ որ այդ թվերը իրականից շատ հեռու չեն ոնա Անանդ որ հասկանում ենք, եթե ցանկանայում ենք այն քաղաքական գործիչների եւ ուժերի, որոնք մասնակցում են ընտրություններին, այդտեղ իրական ընդդիմադիր բովանդակության մեջ ընդդիմադիր նկատելի չեն։ Շատերը զուտ դիրքավորված, սակայն իրականում Իլհամ Ալիևի այդ ամբողջ քաղաքականության ընդհանուր մասնիկներն են կազմում։ Պարոն Խաչատյան, շնորհակալ եմ մեկնաբանության համար։ Ես եմ շնորհակալ։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի ազգագրագետ Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատյանի հետ։ 13:30-ից առաջինի տաղավարում իմ փորձագետների հետ ամփոփում էի լրատվական օրվա կարևոր իրադարձություններից մի քանիսը։ Տաղավարում Արթուր Աղաբեկյանն էր, հետևեք մեր ընթացքին առայժմ։